Հարգելի գործընկերներ, վստահ եմ, որ վերջի 2-3 օրը այցելել եք բարենային խանութներ եւ տեսել եք, թե սննդամթերքի գները կաթ, ձավար, ձու, ձեթ, որքան է բարձրացել։ Ինչ շատ հետաքրքիր է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ինչ որ քայլեր ձեռնարկելու է այս թանկացումներով պայմանավորված սոցիալական բարդությունները մեղմելու համար, թե դարձյալ մտածում է իր թուրք գործընկերուհու հետ հաջորդ հանդիպման մասին։ Ինչևէ, այսօրվա ճեպազույցի ժամանակ ես ինքս 3 հարցեի առանձնացրել, բայց իհարկե դա չի նշանակում, որ այլ հարցերին չեմ պատասխանի կամ ոմանց նման այնքան կխոսեմ, որ ձեզ հարցերի հնարավորություն չտրվի։ Առաջինը Հայաստան խմբակցությունը ներկայացրել էր քրեական օրենսգրքում փոփոխության առաջարկ, որի նպատակն էր Հայոց ցեղասպանությունը կամ միջազգանորեն ճանաչված այլ ցեղասպանությունները հրապարակայնորեն հերքելու, մեղմացնելու, հավանություն տալու, արդարացնելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, քրեականացնելը առանց անդրադառնալու, թե դա ինչ նպատակ է հետապնդում, որովհետև այսօրվա գործող օրենսդրությամբ այդ արարքները քրեապես հետապնդելի են, եթե նպատակ ունեն թշնամանք հրահրել առանձնաց նկատմամբ ատելություն կամ խտրականություն հրահրել։ Այստեղ երկու հիմնական տարբերություն կար, առաջինը հայոց ցեղասպանությունը առանձնացվում էր, հստակ գրվում ենք, որ կա հայոց ցեղասպանություն, որովհետև գործող կարգավորման մեջ հայոց ցեղասպանությունը առանձնացված չէ, եւ երկրորդը առանց որևէ նպատակի հետամուտ լինելու, ինչի է, եթե մարդը նսեմացնում է, կարևորությունը նվազեցնում է, հերքում է, արդարացնում է, պետք է դատվի։ Մենք այսօր Հայաստանում տեսնում ենք, որ Օվերտոնի պատուհան է բացվում հարցականի տակ դնելու հայոց ցեղասպանության հետևանքները եւ նույնիսկ փորձ արվում ինչ որ չափով զոհին մեղսակից դարձնել։ Հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը եւ Լեմկին ինստիտուտի արձագանքը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Հիշեցնեմ այդ կոչը, հələ մի հատ տեսնենք այդ 1.5 միլիոնի անունները կան թե չէ։ Այս ամեն ինչը պատահական չի արվում, այնպես որ զարմանալի չի, որ թե կառավարությունը եւ թե իշխող մեծամասնությունը դեմ քվեարկեցին։ Ընդ որում կառավարության արձագանքը ընդհանրապես զավեշտի եւ ցինիզմի գագաթնակետ է։ Մարդիկ մեջ են բերում Աղայանի բառարանը, թե Աղայանը ինչպես է սահմանում խտրականությունը, բայց նենց պատահաբար մոռանում են խոսել Լեմկինի սահմանման մասին։ Մեջ են բերում Փերինչեկի գործը ընդդեմ Շվեյցարիայի, բայց ընդունում են, որ չէ, դա լրիվ ուրիշ թեմա է։ Բայց մոռանում են օրինակ նշել Եվրոպական միության խորհրդի 16771/07 դիրեկտիվը, որտեղ ասում որ պետությունները կարող են պատժել նման վարքագիծ, եթե դա վիրավորական է, այսինքն նույնիսկ եթե հաստատական կարգը խափանման նպատակ չի հետապնդում։ Մյուսը Փաշինյանի մեղմորոր բողոքներ ՄԱԿ-ում, զայրույթներ ԵԽԽՎ-ում եւ ՔՊ-ի հապշտապ հայտարարությունը։ Ու հիշում ենք Շիրազի որն է բաբում մեր հայրենիք բանը։ Հիշում ենք ՄԱԿ-ի գլխավոր վեաժողովի 77-րդ նստաշրջանում, որ Ալիևից էր Փաշինյանը հարցնում, խնդրում ցույց տալ Հայաստանի քարտեզը, այսինքն Ալիևին էր հարցնում, որն է մեր հայրենիք, եւ հիմա մեղմորոր նենց մի քիչ բողոքում է, դե լավ էլի միջանցքբար մի օգտագործի։ Եվ ԵԽԽՎ-ում այդ զայրույթը ցույց տվեք, որտեղ է միջանցքը։ Գիտեք, միջանցք բառը հնչել է ոչ միայն Ալիևի շրթերից, այլ նաեւ Թրամփն է ասել, կորիդոր, միջանցք, հետո ասել է 99 տարի, հետո էլի ես երկարաձգելու, խոստացել ես, կողքը նստած էր, բա թող ասեր ինչ միջանցք։ Այսինքն այս պայմաններում, երբ նույնիսկ ամենակարևոր հարցերի շուրջ չկա համաձայնություն, հապշտապ, սենց գնալ, ստորագրել, նախաստորագրած թուղթը ներկայացնել որպես խաղաղություն, դա կներեք, էլի մարազմ է։ Մյուսը այս ապաշրջափակման հետ կապված, նույնիսկ այս իշխանությունների այսպես թափահարած, այսպես կոչված խաղաղության խաչմերուկը բոլոր կապուղիների ապաշրջափակման պահանջ է ներառում։ Փաշինյանը հունվարի 8-ին այս տարվա ասում է, մենք առաջարկություն ենք ներկայացրել ուրեմն
Երասխ, Սադարակ, Կորդուբադ, Մեղրի, Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ։ Այն ինչ որ համաձայնեցվել է Ալիևի եւ Փաշինյանի միջև Թրամփի ներկայությամբ, այլ ոչ թե եռակողմ, ընդհանրապես չի անդրադառնում Սադարակ երասխ հատվածին։ Նայեք քարտեզը, այսինքն ինչ են իրանք պատկերացնում, որ ինչ որ մեկը իր բեռները պետք է դնի բեռնատար, գա հասնի Մեղրիից դնի գնացք եւ գնա ուր։ Բա ո՞նց են դուրս գալու Արարատի մարզ։ Կամ ինչ եղավ, ուր կորավ Ղազախով դեպի ուրեմն հյուսիս եւ դեպի արևելք, դեպի Կասպից ծով ճանապարհը։ Այսինքն փորձում են ժողովրդին խաբել, թե եղել է խաղաղություն, թե կա ապաշրջափակում։ Եվ երեկվա այդ հապշտապ նախագիծը մի նպատակ է։ Այդ տեսել եք, չէ, Տերն ու Ծառան, կամ կարդացել եք, չէ, հեքիաթը։ Ասում է, չէ, աղա ջան, չեմ ջղայնանում, որ հանկարծ Ալիևը չմտածի, որ այդ մեղմորոր բողոքը եւ պորտկումը հանկարծ նշանակում է, որ Փաշինյանը կարող է Ալիևին ասի դե լավ, դե հերիք եղավ։ Եվ երրորդ կետը, գիտեք, մի մարդ, որը խոսում է, ասում է կառավարությունը ես եմ, հանկարծ խոսում է ներկուսակցական ժողովրդավարության մասին։ Շատերս ենք տեսել, թե ինչ տեղի ունեցավ ԿՊ համագումարի ժամանակ, Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի, Գորբաչովի ոճով ծափահարությունները եւ հիմա խոսում է ներկուսակցական ժողովրդավարության մասին։ Ակնհայտ է, որ Ալիևին զիջումները ինքը լրացնում է ներսում բռնակալություն հաստատելու անթակույց ջանքերով եւ այս ամեն ինչը ուղղված է լինելու Հայաստանում կուսակցությունները վերահսկելու, իսկ դաշնակցությունը փակելու ուղղված գործողություններով։ Շնորհակալություն։ Սիվիկայը։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, հետաքրքիր է, եթե առարկություններ ունեիք երեք ընդունված հայտարարության տեքստի հետ կապված, ինչու չմասնակցեցիք դրա քննարկմանը, քիչ առաջ ձեր գործընկերները պարոն Հովհաննիսյանը եւ Խանդանյանն ասում էին, որ դուք փախակ դրա քննարկումից, սա առաջին հարց, գայիք ներկայացնեիք ձեր առարկությունները, բմբլեիք փաստաթուղթը, ինչպես ընդունված է ասել, եւ նախորդ ուրբաթ օրը խորհրդարանում լսումներ էին վարչապետին անվստահություն հայտնելու օրակարգով, Հայաստան դաշինքը նույնպես մասնակցում էր, եկաք ելույթներով փոխանակվեցիք, ստորագրություններով նույնպես, բայց process-ը կարծեք թե կանգ է առել, տեղից չի շարժվում։ Հիշեցնեմ, որ մայիս ամսին դեռ, երբ որ նորից էլի օրակարգ էր բերվել իմպիչմենթի հարցը, Ռոբերտ Քոչյանը, ձեր խմբակցության փաստացի ղեկավարը, իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով իմպիչմենթի թեմային ասել էր, որ դա անիրատեսական գործընթաց է, քանի չկա փողոցային process, եւ ասել էր, որ խմբակցությունը նաեւ ենթադրաբար դուք չպետք է ֆոն եւ դեկորացիա դառնաք ինչ որ մարդկանց երազանք իրականություն դարձնելու համար։ Այդ ժամանակ վարչապետացուն Էդմոն Մարուքյանն էր նախկին դեսպան։ Հիմա Հանրապետական կուսակցությունը այլ տեխնացու է առաջադրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան։ Ուզում եմ ճշտել պարոն Խաչատրյան, անցած ամիսների ընթացքում ինչ որ բան է փոխվել, որ Հայաստանը որոշել է միանալ անիրատեսական որակված այս գործընթացին, #Պուի ներկայացրած վարչապետացուի հետ, շնորհակալություն։ Դա շատ շնորհակալություն ԿՊ-ի ներկայացված փաստաթուղթը ՀԱՎ-ի հետ համեմատելու համար, որովհետև ՀԱՎ-ն են բմբլում։ Դուք ինքներդ այդ փաստաթուղթը համեմատեցիք ՀԱՎ-ի հետ, հետևաբար հաջորդի Դա ձեր համեմատությունն է, պարոն Խաչատրյան, մի վերագրեք։ Բմբլում են ՀԱՎ-ին, ՍԱԳ-ին, ԲԱԴ-ին։ Փոխաբերական իմաստով այո, այլաբանորեն։ Ես ՀԱՎ-ի հետ չհամեմատեցի։ Քանի որ համեմատեցիք ՀԱՎ-ի հետ, միգուցե իմաստ չունի դրան անդրադառնալ, բայց շուտ որ ասեիք, մենք նաև մեր հայտարարությունը չէինք տարածի, բացատրելով, թե ինչու չենք մասնակցում։ Կարծում եմ դա բավարար է։ Իդեպ, երբ ես դուրս էի գալի ազգային ժողովից, համարյա միաժամանակ դուրս էր գալի նաև Ալեն Սիմոնյանը։ Օրինակ, ինչու Ալեն Սիմոնյանը որոշեց չմասնակցի, թող ինքն էլ մասնակցեր եւ իր կարծիք հայտներ։ Այն ինչի մասին այդ փաստաթուղթներ, մենք անդրադարձել ենք ուրեմն երրորդյայի ընթացքում, թե հարց ու պատասխանի ժամանակ, թե տասրապյանոց ելույթների, ինչ նպատակ է այդ ամեն ինչ հետապնդում, այն ինչ ներկայացված է ժողովրդին խաղաղության հետ բացարձակապես որևէ աղերս չունի։ Դրանպես Փաշինյանը ինչ է ասում։ Ասում էր ժողովուրդը ընտրել է
ժողովուրդն ընտրել է ինձ, հետևաբար իմ հետ խոսելը իմ դեմ խոսելը նշանակում է խոսել ժողովրդի դեմ, հիմա էլ ասում է, այս թղթի հետ խոսել նշանակում է խոսել խաղաղության դեմ։ Ոչ, մենք խաղաղության կողմ ենք եւ դրա համար էլ դեմ ենք այս փաստաթղթին, որովհետեւ դա չի բերում որևէ մեզ չի մոտեցնում խաղաղությանը։ Ձեր երկրորդ հարցի հետ կապված մեր մոտեցումը impeachment-ին նույնն է, չի փոխվել, ասել ենք, որ այո, կա 28 ստորագրություն, 28 ստորագրությունը պատրաստ ենք տրամադրել, գործընթացը լինի, տեսնենք ինչ ենք անում, շնորհակալություն։ Ազատություն։ Պարոն Խաչատրյան, ինչպես եք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը, թե ինչ նկատի ունի Ալիևը, երբ ասում է Զանգեզուրի միջանցք, Փաշինյանը հետևյալ կերպ է բացատրում, որ դա Զանգելան հորադիս ճանապարհն է եւ Ալիև ավելի կարճ որոշել է Զանգելան հորադիզը անվանել Զանգեզուրի միջանցք։ Սա մեկ եւ նա նաեւ պահանջել է, որպեսզի քարտեզի վրա ցույց տար, թե որտեղ է այդ Զանգեզուրի միջանցքը, հայտնի չէ թե արդյոք Կոպենհագենում տետատետ հանդիպման ժամանակ այդպիսի բացատրություն հնչել է թե ոչ, սակայն ԿՊԱ-ական ձեր գործընկերներն ասում են, որ համատեղ հայտարարության մեջ արդեն իսկ նշվում է, որ թրիփի ուղին անցնում է Հայաստանի տարածքով եւ սրանով ամեն ինչ ասացված է եւ թեման փակված է։ Սա դուք բավարար համարում եք այդ հայտարարությունը, թե ոչ։ Նախ ես Փաշինյանի էքստրասենսոր հնարավորություններից տեղակ չեմ, թե ինքը ինչի նկատի ուներ Ալիևը, երբ խոսում էր միջանցքի մասին։ Հավանաբար այդ հարցը պետք է քննարկվեր Կոպենհագենում, ձեր հետ լրիվ համաձայն եմ։ Բայց հիշեցնեմ, որ 18-20 թվականներին, երբ այս իշխանությունները գաղտնի բանակցում էին Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ, Փաշինյանին երբ ասում են լավ հանդիպել եք Աշխաբադում, Դուշանբեում, Ժնևում, Մյունխենում, ինչ եք քննարկել, դե ասում էր փորձում ենք քննարկենք, հասկանանք, տեսնենք նույն բառի տակ նույն իմաստ ունենք, թե չէ, նույն իմաստ ենք հասկանում, թե չէ։ Հիմա ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանի մեկնաբանությունները էապես տարբերվում են Ալիևի մեկնաբանություններից եւ ողջամիտ հարց է առաջանում։ Լավ, մի հատ հասկանանք, այս բառի տակ ինչ ենք հասկանում։ Միգուցե այլաբանություն է, ինչպես ձեր գործընկերուհին ասաց, այլաբանություն է այդ միջանցքը, թե իրական միջանցք է, որը լույսը կարելի է վառել եւ անջատել։ Առանց դրա այս հափշտապությունը ինչով է պայմանավորված։ Իրոք հարցեր են, որ ուզում ենք հասկանանք, կրկնում եմ, նույն Թրամփը կա, ելույթը, խոսքը կա։ Նայեք, մարդը օգտագործում է միջանցք կորիդոր արտահայտությունը, եթե դա հստակեցված չի, ինչ են ստորագրում։ Կրկնում եմ, Փաշինյանի, Հայաստանի իշխանությունների պահանջը բոլոր կապուղիների միաժամանակյա ապաշրջափակումը փոխարինվել է փոխադարձ առավելություն անորոշ անսահմանելի մի ինչ-որ նախադասությամբ։ Որոնք են այդ փոխադարձ առավելությունները։ Նույն Նիկոլ Փաշինյանը 2001 թվականին ասում էր, միջանցքը պետք է թուրքերին եւ ամերիկացիներին տանք, փող աշխատենք։ Փող աշխատել ինքը դիտում էր որպես փոխադարձ առավելություն։ Կարող ենք բացառել, որ հիմա էլ դա նկատի ունի։ Չգիտեմ, ի տարբերություն Փաշինյանի, ես էքստրասենսոր ունակություններ չունեմ եւ իր մտքերը կարդալ չեմ կարող։ Բայց երբ խոսում ենք օրինակ սահմանը, ցույց տվեք սահմանը գծեք, չէ՞ որ ասում է 77-րդ վարժողովի ժամանակ։ Դրանից հետո Հայաստանն առաջարկում էր Գենշտաբի, ՍՍՄ Գենշտաբի 74-79 թվականի քարտեզները օգտագործել որպես հիմք, բայց այդ քարտեզները այլևս չեն դիտարկվում Ադրբեջանի կողմից։ Երբ որ Փաշինյանն ասում է եկեք այս թեման փակված համարենք, փակված համարել կարող ենք Զանգեզուրի միջանցքի թեման, ինքը հենց այդ Քարորիայի հարցու պատասխանի ժամանակ էր ազգային ժողով կառավարություն ասաց եկեք թեման փակված համարենք, որտեղ սա նկատի ունի Զանգելան հորադիզը։ Նո, ինքը թող փակված համարի, բայց դա չի նշանակում, որ թշնամին փակված է համարում, իրանք շարունակում են դա պնդել։ Այլ հարցեր կան, կներեք։ 24 News։ Ես Կոպենհագենում եղել եմ 2015 թվականին առանց Նիկոլ Փաշինյանի։
Պարոն Խաչատրյան, դուք խոսեցիք կուսակցությունների թափանցիկության մասին բարձրացված խնդրի մասին, վերջին հարցու պատասխանի ժամանակ այդ հարցը բարձրացվեց եւ մասնավորապես դաշնակցության հետ կապված, որ թափանցիկ չի իրականացվում նվիրատվությունները, մեկ մարդու անուն է նշված, քվեաթերթիկ անգամ երբեմն կուսակցությունները չեն ունենում ընտրությունների ժամանակ եւ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ կուսակցությունը պետք է լինի ամենաթափանցիկ գործող համակարգը, ժողովրդավար երկիր ենք եւ պետք է գտնենք մեխանիզմներ, որ համապատասխանեցվեն ժողովրդավարության կանոններին, ընտրություններին չմասնակցելու հարց կարող է նաև առաջանալ, ինչ մտավախություն չունեք, որ այս հարցը կարող է դրվել եւ թույլ չտան, որ դաշնակցությունը ընտրություններին մասնակցի եւ ինչու է դաշնակցության հարցը վերվել այսպես օրակարգ եւ ամեն նիստի ժամանակ քննարկվում այս հարցը։ Լավ, գիտեք, ի տարբերություն շատ ԿՊԱ-ականների եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի ես 34 տարուց ավել դաշնակցության կուսակցության անդամ եմ եւ չեմ կարող ասել այլ կուսակցություններում ներկուսակցական ժողովրդավարություն ինչպես է գործում։ Հիմա ճիշտ ասած չեմ թարմացրել տվյալների բազաս ովքեր են իրենց կուսակցության փոխնախագահները, բայց մինչև այս համաժողովի փոխնախագահները կարող է վերընտրվել են, դրա համար եմ ասում, չեմ թարմացրել բազան, առաջնահերթություններից մեջ դա չի մտնում։ Մեկը նախկին ՀՀԿ-ական էր, մեկը նախկին ԲՀԿ-ական էր։ Իրանց կուսակցությունում կան բազմաթիվ կուսակցափոխեր, միգուցե ինքը տենց համեմատել է։ Բայց կարող եմ ասել, որ դաշնակցության ժողովները քննարկում են կուսակցության քաղաքականությունը, երկար եւ շահագրգիռ, որևէ մեկը ելույթ չի ունենում եւ ծափ չեն տալիս, չեն գոռում կեցե։ Լուրջ ժողով է, որը քննարկում է կուսակցության քաղաքականությունը, ընտրում է մարմին եւ հանձնարարում է իրականացնել կուսակցության ընդունած որոշումները։ Բացումը բաց է դրատվամիջոցների համար, նաեւ հրավիրում ենք այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Դրա վերաբերյալ ընդունված որոշումների վերաբերյալ ընդունվում է հայտարարություն եւ հասարակությունը պատշաճ կերպով դրա մասին տեղեկացնում է։ Իսկ եթե դուք անձամբ դուք չէ, եթե քաղաքական ուժ կա, որը որոշումները կայացնում է այլտեղ եւ համագումարը օգտագործում է զուտ շոուի, ծափողջունների, ծնկի գալու դերասանական բարձր վարպետությամբ եւ որը օգտագործում է որոշ քաղաքական ուժեր։ Իսկ ֆինանսավորման հետ կապված կուսակցությունը ֆինանսավորվում է օրենքով չարգելված միջոցներից, մասնավորապես անդամավճարներից։ Իսկ ընտրություններին որպեսզի չթույլատրեն մասնակցեք, բայց իմ հարցի պատասխանը չի տրվել։ Ներողություն, ես Հարցի շարունակություն Երմեն ավելի ընդհանրական ամեն ինչ արվում է կուսակցությունները վերահսկելի դարձնելու համար, իսկ ոչ իրենց համար ոչ ախորժելի կուսակցություններին, ումից վտանգ են տեսնում ընտրություններին թույլ չտալու համար, ինչպես դա արվեց 95 թվականի հուլիսին, եւ կուսակցությունները արգելելու համար։ Ֆակտոր խնդրում եմ կարճ։ Պարոն Խաչատրյան, ճիշտ են տեղեկությունները, որ Քոչարյանը Մոսկվայում Կիրիենկոին է հանդիպել եւ ընտրությունների հետ կապված քննարկում են ունեցել, նման տեղեկություն հրապարակն է հայտնում եւ ինչու գնալ Ռուսաստան եւ եթե իսկապես դա ճիշտ է եւ ռուս պաշտոնյայի հետ, այլ ոչ թե հայ ժողովրդի հետ քննարկել Հայաստանի ապագան ընտրական գործընթացները։ Հանդիպման մասին չգիտեմ, տեղակ չեմ, ինչ է քննարկվել, նույնպես տեղակ չեմ։ Հետևաբար որևէ կերպ անդրադառնալ չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը, որը խոստանում էր Հայաստան ժողովրդի հետ հարցերը քննարկել, հրապարակում որոշում կայացնել, խաբեց, ստեց եւ ժողովրդի թիկունքում կնքեց բազմաթիվ կենսական փաստաթղթեր, որոնք Հայաստանի համար էական Ներեկա, պարոն Խաչատրյան, դեմքերը մի փոքր խառնում եք, ես Քոչարյանից եմ հարցնում, ոչ թե Փաշինյանից։ Հանդիպումից։ Դուք ասում եք տեղակ եք, չէ, քննարկել են, չգիտեմ։ Ժողովրդավար չի ձեր դաշինքը, դաշինքի անդամներից մեկը, որ մի բան է անում, մյուսին չի անում է, բայց դա մոտ ունեն պարբերական հանդիպումներ։ Շնորհակալություն։ Քոչարյանի հետ ես վերջին հանդիպման ժամանակ Կիրիենկոյի հարց չի քննարկվել, հավանաբար ձեր ասածը եղել է ավելի ուշ, երբ տեղակ չեմ։ Շնորհակալություն։